Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն է։ Ողջույն պարոն Միլիտոնյան։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Տեղյակ եմ, որ շենքերը պետականացնելու հարցով քննարկումներ են եղել եւ դատական գործընթացների մեջ եք եղել։ Մի փոքր կպատմեք այսօր ինչ փուլում են դրանք։ Կարելի է ասել արդեն մի տարի 2 ամիս է ինչ մենք ներքաշված ենք այդ դատական պրոցեսներում, ստեղծագործական միություններից մենք ենք եւ նկարիչների միությունը։ Ուրեմն ՀՀ դատախազությունը հայց է ներկայացրել ՀՀ կադաստրի դեմ, իրենք դի պատասխանողը լինեն, մենք ներկայացված ենք որպես երրորդ անձ։ Ուրեմն սեփականության իրավունքի վերաբերյալ վիճարկում է վարչական դատարանում հարցը եւ ահա մի տարվա մեջ արդեն 4-րդ դատն է, ապրիլի 2-ին 4-րդ դատն է լինելու Ծաղկաձորի մեր ստեղծագործական տան Հանգսյան տան վերաբերյալ, այս արանքում եղել են Սևանի Հանգսյան տան ՀԳՄ շենքի եւ գալիս է ուրեմն 4-րդ դատը Ծաղկաձորի Հանգսյան տան։ Այս դատերի հիմնական թեման այն է, որ ՀՀ կադաստրը հաշվի չի առել, որ այդ շենքերը պետական են եղել եւ առանց պետական որևէ գրության նրանք սեփականության իրավունք են տվել։ Բայց պատկերացրեք այդ սեփականության իրավունքը տրվել է 98-99 թվականներին եւ հանկարծ ՀՀ դատախազությունը ներկայանում է չիմացողի դերում, անտեղյակի դերում եւ 24 տարի հետո հայց է ներկայացնում։ Նույնը եւ նկարիչների միության վերաբերյալ։ Եվ նույնը կարելի ասել ինչու՞ չէ նաև մյուս միությունների, որտեղ բոլորը զգում են, ոնց որ ասում են, այդ տուղտը կչոքի նաև իրենց դուռը, բայց առայժմ մի տարի 2 ամսում միայն մեր երկուսի խնդիրն է, մենք սա դիտարկում ենք նաև խտրականության դրսևորում եւ կարծում ենք, որ այս հարցով մենք կխորանանք, թե ինչու հատկապես այսպես։ Բայց խնդիրը որն է, որ այդ շենքերը երբևէ պետական չեն համարվել, ոչ էլ ստեղծագործական միություններն են պետական համարվել։ 34 թվականին գրողների միությունը, որ հիմնադրվել է, ինքը հիմնադրվել է որպես ստեղծագործական միություն եւ այն ուրեմն գումարները ԽՍՀՄ Լիտֆոնդ գրական ֆոնդ է եղել, հայկական բաժանմունք է եղել գրական ֆոնդի եւ ոչ պետական գումարներով են գոյացել։ Դրանք գոյացել են ուրեմն դասական եւ ժամանակակից գրողների տարատեսակ հոնորարներից 10% պահելով։ Գրողները իրենք չեն էլ իմացել կամ իմացել են, դա նշանակություն չի ունեցել, 10% պահվել է իրենց հոնորարներից եւ գոյացել են այդ հսկայական ֆոնդերը, որոնցով կառուցվել են, նորոգվել են, աշխատավարձեր են տրվել այս կառույցներին ստեղծագործական, ամեն ստեղծագործական միություն ուներ կենտրոնացված այդ ֆոնդերը, մուս ֆոնդ, խութ ֆոնդ, լիդ ֆոնդ, այսինքն բոլոր ստեղծագործական միությունները ուրեմն այդ կերպ կարողանում են իրենց գոյությունը ուրեմն պաշտպանել եւ զարգացնել։ Հիմա տարիներ անց հանկարծ դատախազությունը որոշում է, որ դրանք 90 թվականի Գերագույն խորհրդի մի որոշմամբ պետական ուրեմն շենքեր են, պետական եւ պետքա վերադարձվի պետությանը, առանց հաշվի առնելու, թե այս միությունների ներդրումները, գրական ֆոնդերի ներդրումները, որոնք ձեր միջոցներով են եղել, հենց գրողների միջոցներով։ Եվ հիմնականը օրինակ ՀԳՄ-ի շենքը 50 թվականին
Ավետիք Իսահակյանի 75-ամյակի կապակցությամբ հանդիպել է Կենտկոմի առաջին քարտուղարին այն ժամանակ եւ ներկայացրել են, որ մենք տարածքներ չունենք, էս չունենք եւ շենքի մի փոքր հատված առաջի մասը պետությունը օժանդակել է Իսահակյանն էլ ներդրում է արել իր գումարներից, հայտնի փաստ է դա, եւ հետո գրական ֆոնդի գումարներով շենքի հետևի 4 հարկանի մասն է կառուցվել։ Կառուցվել է Ծաղկաձորի հանգստյան տունը եւ նորոգումներ են արվել Սևանի հանգստյան տանը եւ մշտապես աշխատանքը ուրեմն հիմնականում գրական ֆոնդերի օժանդակությամբ։ Ահա կներեք, այստեղ ամենակարևոր խնդիրը, որ ժամկետանց հայց է։ Եթե հայց պիտի ներկայացներ դատախազությունը, պիտի ներկայացներ սեփականության իրավունք տալուց 1-2 ամիս հետո, բայց 24 տարի հետո ներկայացնելու իբր տեղյակ չենք։ Այնինչ մեր փաստաբանը եւ մենք փաստեր ենք բերում, որ նրանք իմացել են այդ մասին հենց առաջին օրերից, առաջին այնինչ պիտի իմանային, որ 34 թվին հիմնադրված միությունը ունի գրական թերթ, որտեղ ամեն ինչ արտացոլվել է, եւ այն փաստերը, որոնք վիճարկում էր դատախազությունը, թե ՀԳՄ-ի շենքը, ասում է, կառուցվել է որպես բնակելի շենք եւ առաջին տարիներին այդտեղ բնակիչներ են ապրել։ Երբ դատախազության ներկայացուցիչը դատարանում այդպես ասաց, ես անմիջապես պատասխանեցի, որ առաջին օրից եղել է գրողների միության տրված շենք եւ փաստերով մենք գրական թերթում տպագրված նյութերով, հայտարարություններով 51 թվականի հունվարից գրողների միությունը այդ շենքում գործել է եւ կան որոշումներ, ոնց է տրվել գրողների միության հաշվեկշռին եւ փաստորեն 70 քանի տարի այդ շենքը հետո մենք ավելացրել ենք նորոգել ենք, ներդրումներ են արվել, մեր աշխատանքներն են կազմակերպել։ Ահա այսպիսի պատճառաբանություններ եւ հետո նաեւ մեկ էլ մի ուրիշ հայտարարություն արեց ներկայացուցիչը դատախազության, թե 93 թվականին, երբ որ ՀԳՄ-ն հասական կազմակերպություն է դառնում, առաջ մեզ ասում էին ստեղծագործական միություն էր սովետի օրոք, առանձնակի միություններ էին սրանք, պետական չեն եղել։ Ուրեմն ասում է դուք նոր կազմակերպություն եք ուրեմն 93 թվականից եւ մենք էլի պատասխան գրեցինք, որ կանոնադրության 6-րդ կետում 93 թվականին ընդունված անմիջապես գրված է ՀԳՄ կառույցում են գտնվում խմբագրություններ, դուստր ձեռնարկություններ եւ էլի մի քանի բան եւ նույն անդամներն են, նույն նախագահն է մնացել, այսինքն 93 թվի այն օրը, որը հասարակական կազմակերպությունը հայտարարվել, դրանից մի քանի ժամ առաջ նույն մարդը նախագահ է եղել եւ նույն անդամներն են, մի ժամ հետո էլի նույնն են։ Հիմա սա իրավահաջորդ է, թե իրավահաջորդ չի։ 34 թվականից ինչ որ մենք ունեցել ենք, արել ենք, այդ ամենը հասարակական կազմակերպությունը ժառանգել է իրենն է։ Այսպիսի ուրեմն բառերի հետև ընկած, բառերի, բայց արդեն այս ամենը ցույց է տալիս, որ պատվիրված սա կարող է հարց է։ Մենք կարող ենք կասկածել, ես չեմ ասում անուններով, ազգանուններով, բայց ինքը խնդիրը նախապես արդեն հրահանգված էր, որ ստուգեն տեսնեն ինչը ՀՀ վարչապետը ազգային ժողովում Սպարտակ ստադիոնի վերաբերյալ ուրեմն քննարկում եղավ եւ քննարկման ժամանակ որ առուծախի է ենթարկվել, հետո մրցույթ է եղել Սպարտակ ստադիոնի այդ դաշտի վրա շենքեր կառուցելու, այդ կապակցությամբ վարչապետը ինքը
դատախազությանը, այսպես ասած, հանձնարարություն տվեց, որ նմանօրինակ փաստեր փնտրեն, գտնեն եւ դեմները առնեն, ինչի, որ հասարակական կազմակերպությունները, որոնք ունեն սեփականության իրավունք, իրենց շենքը, գույքերը, անշարժ գույքերը չվաճառեն, դրա դեմը առնելու համար, ինքը ձևակերպեց, դատախազությունը գնացել է ու միանգամից մեր այս երկու ստեղծագործական միությունների գործերը իբր գտել եւ այսպես կադաստրի դեմ է տվել պատին, թե ոնց ես դու սեփականության իրավունք օժտել։ Նրանք էլ պատասխանել են եւ դատախազությանը եւ մեզ, որ այդ ժամանակվա օրենսդրությամբ բոլոր կարգ ու կանոնով իրենք աշխատել են եւ տվել են սեփականության իրավունք։ Ու այս քաշքշուկը սկսվեց արդեն տարի ու իշքան եւ փաստորեն մեր փաստաբանական խումբը եւ նկարիչների առաջին հերթին այդ ժամկետանց լինելու վերաբերյալ, որտեղ վարչական դատարանը մեր շենքի հարցը երբ քննում էին, դատախազության հայցը մերժել է եւ դատախազությունը բողոք է ուղարկել վերաքննիչ դատարան, առաջիկայում վերաքննիչում կքննարկվի եւ նույնն էլ ես տեղյակ եմ, որ Ծաղկաձորի նկարիչների միության շենքի վերաբերյալ, ուրեմն վարչական դատարանը մերժել է դատախազության հայցը, վերաքննիչը մերժել է, հիմա նրանք դիմել են դատախազությունը վճռաբեկ դատարան։ Այսինքն այդ ժամկետանց լինելու խնդիրը մենք կարող լավ չենք պատկերացնում, դե արվեստագետ մարդ ենք, բան այդքան խորախորուրդ չենք, խորամուխ չենք եղել իրավական կետերի հոդվածների մեջ, բայց դա պարզվում է ամենակարևոր խնդիրներից մեկն է, 24 տարի առաջ այնինչ պիտի անեին, հանկարծ քնել են, ես համատում եմ Մսրամելիքի քնելու հետ, ուրեմն եւ զարթել են, մեկ էլ ուրեմն դատի են տալի, հարցեր են կադաստրի դեմ, կադաստրն էլ ոչ դատերին է գալիս, ոչ մենք որպես երրորդ անձ գնում ենք, որովհետև ինչ է ստացվում, ոնց որ ասում են կուժ քեզ ենք ասում, կուլա դու լսի, կժին են ասում, բայց տուժումա կուլ են, մենք, հա, այս ձևով ուրեմն կարելի է ասել որոշ աբսուրդային վիճակ առաջանում, մենք պաշտպանվում ենք, փաստաբանական խումբը շատ օրինական ձևերով, պատասխաններ, վերլուծություններ, ամեն ինչ ուղարկում է, մեր նյութերը, այն ինչ որ մենք ունենք մեր արխիվներում եւ մեր գրական թերթում պատմականորեն ներկայացված, մենք այդ ամենը ներկայացնում ենք եւ ուրեմն կարծում ենք, որ մեր երկրում պիտի դատաիրավական դաշտը վերջապես ինքը իրեն գտնի, վերջապես պիտի արդարամտություն, ճշմարտություն եւ պատվերներ ինքը կարողանա ծառայի արդարադատությանը եւ այն, որ Ամերիկայի պետդեպը, Եվրոպական խորհուրդ եւ վերջերս էլի վարչապետը իր դժգոհությունը հայտնեց դատաիրավական աշխարհի ոչ կատարյալ կամ նորմալ լինելուց, ուրեմն բնականաբար մենք արդեն դժվարանում ենք հավատ ընծայել այդ դատաիրավական աշխարհին եւ ինչ ամեն ինչ հնարավոր է պարզվում է, ամեն ինչ հնարավոր է, այնինչ իրավաբանական աշխարհը պիտի հենց դրա դեմ լինի։ Պարոն Միլիտոնյան, իսկ ինչ ճակատագրի կարժանանա Բաղրամյան փողոցում գտնվող գրողների միության շենքը, չէ՞ որ սիմվոլ է հանդիսանում անկախության, պատմամշակութային արժեք ունեցող շինությունը, ինչ հույսեր ունեք։ Մենք հույս չէ, ես անկեղծ ասեմ, երբեք հույսերի հետև չեմ ընկել։ Խաբուսիկ բան է հույսը, իր հետևից տանում եմ, եկել միտեղ ընկնում ես ձորը կամ եսի մուր։ Մենք համոզված ենք, որ այդ շենքը իր ստեղծման օրից գրողներինն է, պետական չի եղել,
գրողները այդտեղ աշխատել են, գրական կազմակերպությունը արել է հսկայական գործ եւ առաջին այդ շենքում շարունակել է նախագահել Ավետիք Իսահակյանը, որի նպաստն է բերել, եւ Դերենիկ Դեմիջան եւ մյուս մեծերին չթվարկել։ Ուրեմն գրականության պատմությունը մեր մոտակա 100-ամյակի հիմնականում գոյացել է հենց այդ շենքում, այդ մեծերի ներկայությամբ, եւ դրանից առաջ էլ 34 թվից հետո էլ այդ մեծերի, մյուս մեծերի եւ ժամանակակից այդ ժամանակների գրողների հոնորարները ծառայել են, որպեսզի իրենց կյանքը կայանա, գրական կյանքը, հիմա եկել են ու ասենք մտածում են, թե չէ, սա իրենցը չի, լավ, մերը չի, բա մեր այդ ներդրումները, մեր հոնորարների, ով է վերադարձնելու, ով, թող անհամեստություն չթվա, ես ինքս, որ հաշվարկեցի, թե այդ ժամանակ, որ ես գրքեր եմ հրատարակել, իմ գրքերից պահված տոկոսներից ես մեծ բնակարան կառնեի, բա այն մեծեր ասեք հատորներով, որ տպագրում էին, ասենք Ավետիք Իսահակյանի 150-ամյակն չէ այս տարի, հիմա իր 150-ամյակն էլ այդ ձևի կարելի է հարգել, երբ իր պատվին են նաև այդ շենքի կառուցումը սկսել եւ ինքն էլ նպաստել է, բա նրա հոնորարներով, դուք պատկերացնում եք ինչ էր կկառուցվեին այդ 10%-ներով, նրա երգերի, նրա գրքերի եւ նաեւ արտասահմանում որ տպվում էին, դրանից էլ էին պահում, մենք շատ փոքր հոնորարներ էինք ստանում, ուրեմն այս ամենը գալիս է ասելու, որ հաշվի չեն առել գրողի իրավունքը, գրողը ինքը 10%-ով փաստորեն հարստացրել է գրական ֆոնդը, հիմա գրական ֆոնդի բանի տեղ դնող չկա, այնինչ այդ գրական ֆոնդերը հիմա էլ են գործում, ԱՊՀ երկրներում գործում է շարունակաբար, մենք էլ հիմնադիր անդամ ենք եւ մասնակցում ենք այդ աշխատանքներին, մեր ընդհանուր ԱՊՀ գրական կյանքի եւ նաեւ միջազգային կյանքի, առանց այդ իրար հետ աշխատակցելու հնարավոր չի գրական կյանք, միջազգային կապեր, հրատարակություններ, սա է գրական կյանք է սա, եւ հանգստյան տների աշխատանքը, որ գրողները հանգստանում են, ստեղծագործում են, միջազգային ինչ կապեր են ունեցել դրա շնորհիվ, միայն այն մի օրինակ բերեմ, Նաում Գրեբնևը 6-7 ամիս եկել ապրել է Ծաղկաձորի հանգստյան տանը եւ ռուսերեն առաջին անգամ առանցին գրքով թարգմանվեց Նարեկ Ացումացյան ողբերգությունը։ Ես մի փաստ եմ ասում, բայց ինչպեսի փաստ 1000 տարի անցել էր, այդպիսի գիրք չկար մեջտեղում։ Եվ այդ մեր տները նպաստել են, որպեսզի այդպիսի գործողություններ, թարգմանություններ, կապեր եւ այլն, ինչ մարդիկ են եկել, ինչ մարդիկ են գնացել, էլ Սարտր, էլ Սարոյան, էլ Անդրեյ Բելի, էլ Անդրեյ Բիտով, էլ չեմ ասում Վասիլի Գրոսման եւ այլն, հարյուրավոր այդ մատով, ինչ ասեմ է, ռուս եւ վրաց եւ աշխարհի հայտնի գրողներ եկել մնացել են, աշխատել են։ Հիմա փաստորեն սա պատմություն է, սա ճակատագիր է։ Այս ամենը ոտատակ տալ, դա նշանակում է չընկալել ինչ բան է ստեղծագործող մարդը, ինչ բան է ստեղծագործական դաշտ ստեղծելը, ինչ բան է միջազգային կապեր ստեղծելը։ Այն մարդիկ, որոնք կարող են փիլիսոփայել, թե բա ո՞ց է, ասենք, Ֆրանսիայում կամ Ամերիկայում կան, չգիտեն էլ, որ այդտեղ էլ կան ստեղծագործական միություններ, այդ միություններին չի կարող
պետությունը հենց այսպես հրահանգի եւ գնան ասեն դե ելեք ձեր շենքերից գնացեք այս կոմենկոմ այդպիսի բան չի կարող լինել եւ մեզ արձագանքել են էլ Ամերիկայից, էլ Սերբիայից, էլ Վրաստանից, Ռուսաստանից, տարբեր տեղերից էլ չեմ ասում մեր միության անդամները, որոնք 150-ի չափ արտասահմանում են ապրում Ամերիկայի հայ գրողները, մեր անդամները եւ նաեւ գրասերները շատ զայրացած նամակներ են գրել, դիմել են իրենց սենատորներին, քաղաքապետերին եւ որտեւ իրենց շահը ոտնահարվել է։ Իրավունքը, որ գալիս են Հայաստան, հանդիպումներ են լինում, ծաղկաձորից են օգտվում եւ այլն եւ այլն։ Գրական մեր կյանքը այդպես է։ Հիմա այս ամենը ես չեմ ուզում դիտարկվի հուզական դաշտում։ Մենք պայքարում ենք օրինական դաշտում, օրենքներով եւ առաջին հերթին մեր փաստաբանները իրենք ուղարկել են դատավորներին, ուղարկել են վարչական դատարան եւ այլն այն նյութերով եւ Սևանինն էլ չգիտես ինչու գրավոր ընթացակարգով են դատը արել լավ փաստաբանը ուղարկել է որ մի հատ պատճառաբան են ինչի համար ոնց այսինքն ուրեմն դատը կլինի մենք տեղակել չենք կլնելու ինչ ոնց ինչ արվեց ու հանկարծ քո գլխին մի հատ կուշկուլակը ջարդեն թե այսպիսի վիրավորանք այսպիսի վարմունք բա կարելի է ես համատել եմ որ մեր գրողների հանդեպ առաջին անգամ ծանր հարված եղել է 36-7 թվականներին երբ որ Աքսել Բակունցին գնդակարեցին, Թոթովենցին, Չարենցին բռնեցին, Մահարուն աքսորեցին, Նորենցին, մյուսներին։ Հիմա փաստորեն մենք կանգնած ենք նման բանի առաջ։ Մենք չգիտենք ինչ է լինելու վաղը։ Ոչ խոսում են ազգային ժողովում Փաստորեն օրենքի նախագիծ էր մշակված, մենք առաջին օրինակը ուղարկել ենք ծանոթենք։ Մենք ասենք նորմալ օրենք է, ընդունելի մանավանդ։ Ասեմ, որ երբ որ հրահանգ եղավ դատախազությանը, ուրեմն այսպես ասած այդ շենքերը փրկել ստեղծագործական միություններից, մենք առաջիններից հենց մեկն էինք, որ մեր համահավաք արեցինք եւ որոշեցինք, որ մեր սեփականության իրավունքը մնա առանց վաճառքի իրավունքի։ Դա նաեւ ընդհանուր ստեղծագործական միությունների ժողովը եղավ կինոյի տանը, այնտեղ նաեւ նկարիչների միության համագումարներ։ Հենց այդտեղ էլ նրանք էլ նմանատիպ հայտարարություն։ Ներողություն եմ խնդրում, ես տեղյակ եմ, որ այդ համագումարին, այսինքն Բակուր Կարապետյանը իր հարցազրույցներից մեկում ասաց, որ այդ համագումարին խոսքի իրավունք չի եղել, ճիշտ է դա։ Ինչ խոսքի իրավունք։ Այսինքն չեն կարողացել ներկաները արտահայտվել։ Չէ, դե ես այնտեղ ելույթ եմ ունեցել։ Ես ելույթ ունեցա հենց այդտեղ մի առաջարկություն արեց ԿԳՄՍ նախարարը, որը կարելի ասել կարելի էր ընդունելի համարել, սակայն ընթացակարգը շատ բարդ էր։ Այնպես որ մենք ավելի պարզ ընթացակարգ էինք առաջարկում, մնում է սեփականության իրավունքը առանց վաճառքի, եթե մտահոգությունը դա է, որ չվաճառվի, մենք դրա դեմ արգելանք ենք դնում, որ չի վաճառվելու, համագումարն է դա հաստատել, ելով պետք է հաստատի, մեր գլխավոր ուժն է, չէ, համագումարն է ինքն է որոշում, վաճառվի, թե չվաճառվի, բայց արգելանքը դրված է, որ չի վաճառվելու, հիմա դրանից հետո, փաստաբաններն էլ են ճիշտ ասում, դրանից հետո փոխանակ կառավարությունը դատախազությանը ոնց որ հանձնարարել էր, այդպես էր ասեր, այդ գործերը հետ վերցրեք վարչական դատարանից, այս մարդիկ արդեն արգելանքը դրել են, չի վաճառվելու, վերջ,
այսքան քաշքշուկը ինչի համար է, ուրեմն արդեն կասկածներ են առաջանում, ուրեմն դա չի հիմնական նպատակը, որ չվաճառվի, այլ գուցե վաճառվի, գուցե չգիտեմ ինչ արվի, բայց խնդիրն այն է, որ մեր փաստորեն առաջարկությունները այդպես օդի մեջ մնացին, օդի մեջ, այնիշ եթե դա էր հիմնական խնդիրը, միանգամից պիտի պատասխանը տրվեր։ Հիմա սա է իրավիճակը եւ դատարաններում ամեն ինչ էլ հնարավոր է, ինչու, որովհետեւ եթե օրենքի տառը, եթե օրենքի բառը յուրաքանչյուրը կարող է ծռմռել իր ցանկության համաձայն տեսքի բերել, դա նշանակում է լուրջ դատի սպասելը կլինի մեծ ճոխություն։ Հիմա մենք էլ ներկայացնում ենք, ասում ենք եւ պատմությունը, եւ ընթացքը, եւ օրինականությունը, եւ նկարիչների միությանում մեր փաստաբաններն էլ լուրջ անվանի փաստաբաններ են, մշտապես մասնակցում են ասուլիսների։ Ես կարծում եմ միջազգային արենայում այս հարցը, որ այսպես արձագանքներ է ստացել, սա ինչ-որ չափով մեր ժողովրդի անվանն է նաև դիպչում, որովհետև միշտ գրել են այն բողոքները, ձայները, որ բարձրացնում են դրսում, միշտ ասում են մենք հայ ժողովրդին ճանաչել ենք որպես մշակույթի ժողովուրդ, մշակույթ հարգող ժողովուրդ, ու հիմա զարմանում ենք, որ այս վերաբերմունքն է մշակույթի ստեղծագործական միությունների նկատմամբ։ Պարոն Միլիտոնյան, անցում կատարելով, ըստ ձեզ ինչով է պայմանավորված այն, որ մեր հասարակությունը մեծ ավանդ ունեցող գրողներին, նկարիչներին, արվեստագետներին ճանաչում է միայն իրենց մահվան հաղորդագրությունից հետո։ Այդ մասին ինձնից ավելի լավ ասել է Հովհաննես Թումանյանը։ Հովհաննես Թումանյանը, երբ որ 12-13 թվականին արդեն դասական գրող էր էլի, հանրահռչակ, հայության համար հզոր դեմք, նա պատրաստել էր լուսաբեր դասագիրք եւ այդտեղ կային հեքիաթների մշակումներ եւ այլն, ինքը հիմնական մանկական ստեղծագործություններ փոխադրեց, մշակեց, թարգմանեց այդ գրքի համար, դասագրքի եւ մի Ամալյան ազգանունով տխեղծ երևույթ ինչ որ մի հեքիաթ էր բանարել, համատել, թե Թումանյանը այս հեքիաթը չի էլ մշակել, ուղղակի պատրաստի ոնց որ ժողովրդական բաններ էր, վերցրել դրել է։ Դրան շատ կոպիտ պատասխանեց Հովհաննես Թումանյանը։ Ախր դասագրքը իր անձնական գիրքը չէր։ Ինքը մեջ բերել է, հեքիաթը դրել է։ Դա ինքը չի համարում իր հեքիաթը։ Հա, ու այդտեղ ինքը ասում է, մեր ժողովուրդը սիրում է մեռած գրողների, ապրող գրողներին առանձնապես հարգանք չկա։ Ես շատ եմ նկատել մեր լրագրողներից ոմանք, որ գալիս են, մանավանդ որ ծանոթ չեն գրականությանը, չեն կարդացել, առաջի հարցերից մեկը, մենք այսօր գրականություն ունենք, երբ որ ասում ես իհարկե ունենք, կարող է դուք ուզում եք չունենանք, կարդացել եք, տեղյակ եք, գիտեք ինչ անուններ կան, որոնք այսօր թարգմանվում են տարբեր լեզուներով, մրցանակներ են ստանում տարբեր երկրներում, բայց Հայաստանը իրեն ցույց է տալիս իբր ոչի բանից տեղյակ չի, ոչ հարցազրույցներ, ոչ հանդիպումներ գրողի հետ, եւ այն իրավիճակն է, որ այսօր մենք կարծես թե արվեստ չունենք էլ, այդպես է թվում, սփյուռքահայերի հետ որ հանդիպում ենք, միշտ այն ասում, ես ինչու Հայաստանը գիտնական արվեստագետ չունի, որ արտասահման սփռվող ալիքներում դրանք չեն երևում։ Ահա սա է խնդիրը, որ ես ավելին ասեմ, խորքային ասեմ, 90-ական թվականներից սկսեց քաղաքական դեմքերը, քաղաքականությունը եկավ առաջի պլան,
Ժողովուրդը փաստորեն նորանուններ, քաղաքականություն, կուսակցություններ, միավորումներ, այս կողմ, այն կողմ հախուռն եկան։ Մի մասը սկսեց ոտնահարել նախորդների արածը, հայտնի անունների, գրող լինի, նկարիչ լինի, չգիտեմ, մյուս արվեստագետների, մի մասն էլ իրենք մեջտեղում են, իրենք են պատգամավորներ լինում, իրենք են պաշտոնների, իրենք, եւ ինչ ստացվեց, մշակույթը մղվեց ետին պլան, եւ այսօր արդեն այս ետին պլանում էլ չեն ուզում, որ մնա մշակույթը, այսինքն լրիվ վերանա, բայց ով թույլ կտա արվեստագետը ինքը կարող է ոմանք պայքարող տեսակ չեն, բայց կան պայքարող տեսակներ էլ, ուրեմն համաձայնվեն, որ իրենց այդպես կողկրճելով, վերացնելով այդ ասպարեզները, եւ ինչ, մարդիկ կան, էլ եմ ասում, թե այդ ոնց է Ամերիկայում, Անգլիայում, Ֆրանսիայում հայտնի գրողը ինքը իր տպագրածով, հոնորարներով ապրում է։ Ուզում ես հարց տաս, ընկեր ջան, Ամերիկան, Անգլիան, Ֆրանսիան 100,000-ավոր ընթերցողներ ունի, նրանց գրողը լայն դաշտ ունի ներկայանալու, լեզուն անգլերենը ընդհանուր համաշխարհային լեզու է, դու որ խոսում ես այդպես, հասկանում ես ինչ ես ասում, մենք որ գրքեր էինք տպագրում սովետական միության օրոք, 20-30 հազար տպականակով, իմ գիրքը 20,000 տպականակով տպվել է մի քանի օրում էլ չի եղել գրախանութներում, հիմա կարող ես ոնց որ Պերզեթունցյանն էր ասում, Արշակ երկրորդը ասում էր 80,000 օրինակով տպվել էր, մի քանի օրում վաճառվեց, Արշակ երկրորդը անկախության տարիներին տպել էր 500 օրինակը չէր վաճառվել, ասում հիմա ես մտածում եմ, իմ ընթերցողը որն է, սովետի, թե այս 500 գիրք չառնողը, ահա այսպեսի մետամորֆոզներ, որ պետական պաշտոնյան, ինքը ոչ կարդում է, ոչ էլ իմանում է ինչ է կատարվում, փոխանակ հասկանան, որ այսօրվա մեր հայ գրողը, որ դուրս է գալիս արտասահմանում տպագրվում է, իր գրքերն են հրատարակում եւ այլն, փոխանակ ուրախանան, այս մարդիկ մտածում են դե լավ էլի եղավ էլի, այդ ինչ գրող են, այ գրողը Աբովյաններ, գրողը Չարենցներ, առանց մտածելու, որ Աբովյանի օրոքել նրան են հալածել, Չարենցի օրոքել իրեն են հալածել, Չարենցին, այդ որ մեր գրողին են գլխի վրա դրել, որ հիմա մենք հլա համատում ենք այսօրվա գրողներին եւ այն նախորդներին բարձրադիր վիճակում, չէ, Թումանյանը հենց դա էր ասում, եւ այսօր նույնը ես կրկնում եմ, մենք ապրող ճանաչված հարգելի անուն չենք ուզում իմանալ, չենք ուզում, ուղղակի չենք ուզում, ես դրա մեջ եւ խանդ եմ տեսնում, եւ նախանձություն եմ տեսնում, եւ նաեւ ազգային մտածողությունից զուրկ լինելը, այսքան բան։ Պարոն Միլիտոնյան, վերջին տարիների ընթացքում գլոբալ շատ լուրջ փոփոխություններ տեղի ունեցան մեր կյանքում, օրինակ Արցախի կորուստ, ինքնության հիմքի փոփոխություն, բայց դա տեղ չի գտնում կարծես այսօրվա գրականության մեջ, ինչու, այսինքն այսօրվա գրողները կտրված են իրականությունից, թե չի հետաքրքրում այդ գլոբալ թեմաները իրենց, որ չեն գրում դրա մասին։ Գրականությունը, Արցախի թեման 30 քանի տարի անverջ եղել է գրականության թեմաների շրջանակում։ Մեր հայտնի գրողներից արձակագիր եւ պոետ գրել են։ Իսկ այսօր Արցախի հանձնումը կա։ Այսօր եւս գրում են, բայց խնդիրը որն է, մեր ընթերցողը ավելի շատ ականջ է դնում, աչք է մաշում տեսնելու հրապարակախոսական տեսակ գրականության, հրապարակախոսությունը դա առանցին տեսակ է, անվանակարգ է լրագրողական, գեղարվեստական գրականությունը ինքը հրապարակախոսական տիպի չի, թեպետ այդ հարցերը ինքը արծարծում է իր մեջ հերոսների եւ մենք մրցույթներ էինք հայտարարել
եւ Արցախի թեմայով եւ անverջ այս տասնամյակներով եւ գրողները գրել են հրատարակել են գրքեր ուղղակի որոշները կարդում են որոշները չեն կարդում բայց ավելի գլոբալ բան դիտարկենք մեր տեղեկատվական դաշտ կոչվածը ուրեմն անկախության տարիներին այդպես էլ չձևավորվեց այդ դաշտում պիտի որ երկարամյա մենք այդ դաշտերը ուսումնասիրել ենք, աշխատել ենք եւ միշտ առաջարկություններ ենք արել։ Մենք տեղեկատվությունը Արցախյան եւ մեր պետության շատ մատների արանքով ենք նայել։ Այնինչ դա հսկայական նաեւ հիբրիդային պատերազմի ամենագլխավոր օղակներից է։ Մենք ոչ 30 տարի առաջ, ոչ հիմա դա չենք կարևորում եւ չենք կարևորել նաեւ այդ թեման Արցախյան օտար լեզուներով, տարբեր ուրեմն ֆիլմերով եւ այլն ներկայացնել աշխարհին։ Իսկ Ադրբեջանը հսկայական գումարներ է ներդրել, հսկայական իրենց անգամ ես տեղյակ եմ որ տարբեր երկրներում ամսագրեր են հիմնադրել եւ այլն այդ թեմաները արծարծելու համար գրողը ինքը չի կարող չգրել գրել են բայց ուրիշ է ասել թե ասենք ոնց որ Դեմիրճյանը գրեց Վարդանանքը այս տիպի բայց Դեմիրճյանը պատերազմի ժամանակ գրել է քանի 100 տարի առաջվա հազարավոր տարիների առաջվա պատմություն դա ընթացիկ պատմություն չի եղել պատերազմի մասին նա այդպիսի վեպ չի գրել երկրորդ համաշխարհայինի հիմա մենք Դեմիրճյանից պահանջենք այդպիսի վեպ ինքը արել է Վարդանանքը Քաշնազարի պես հանճարեղ գործած ստեղծել 20-ական թվականներին հիմա Քաշնազարը լրիվ կատակերգական ժանրի հսկայական գործ, որը կարող է մեկ գրականություն շատերը չհամարեն, բայց դա մեծագույն գրականություն է։ Ուրեմն գրականություն ասելով մենք պիտի հենց բուն գրականությանը անդրադառնանք նրա այսպես ասած ներքին օրենքներին։ Այ հրապարակախոսական հոդվածներով մեր գրական թերթում բազմաթիվ գրողներ հանդես են եկել առաջարկություններով, խնդիրներ մատնանշելով եւ այլն։ Հիմա ինչ ասեմ, ես առանցին գիրք ունեմ գրած Արցախի մասին տպագրված, առանցին հոդվածների գիրք ունեմ ամբողջ այդ ժամանակից մի 20 քանի տարվա պատմություն եւ այլն։ Եվ այդպիսի գրողներ ունենք, ես որ ասում եմ, ես չինշանք մեծ ուղղակի մեր արձագանքն է, մեր ցավն է, մեր խնդիրներն են ու այդպիսի գրողներ կան հենց Բակուր ասեցիք չէ Կարապետյան Բակուրը ինքը այդպիսի դեմքերից է որ մշտապես անդրադարձել է կան ուղղակի չեն կարդում չկարդալով մեկ էլ ասում են մենք գրող ունենք ասում են չէ չունենք հանգստացի ուրախացի չունենք ծափարենք վերջացնենք էսա Պարոն Միլիտոնյան, մեր հասարակությունը այսօր բաժանված է մի քանի խմբի, 3-4 խմբի, օրինակ մարդիկ գիտեն հստակ, որ այս խավը իշխանական խավն է, սա ասում են Քոչարյանական է, ինձ օրինակ հետաքրքիր է գրողների միությունում այս քաղաքական բաժանումը կա։ Գրողների միությունը այդպես տարբերակված չկա։ Կան իհարկե որոշ կուսակցությունների անդամներ, բայց գրողների միությունը ինքը երբեք չի եղել կուսակցությունների կռվատեղի անգամ կոմունիստների օրոք այդտեղ կոմունիստ եւ ոչ կոմունիստ չի հնչել ոչ էլ կոմունիստի գովք են արել մեր գրողները ավելի ինչ ասեմ ավելի զգաստ ավելի համահայկական խնդիրների եւ այդ ամենին բարձրից նայելով ամեն դեպքում երբ որ Գարեգին Նժդեհը ինքը իր գաղափարախոսություն էր աշտանում ավելի վեր կուսակցական դիրքից էր նայում Հովհաննես Թումանյանը վեր կուսակցական դիրքից էր նայում կամ
Եղիշե Չարենցի վերջին տարիները, նրանք Իսահակյանը, դրանք բոլորը վեր կուսակցական հայկական հայացքով են դիտել եւ ես ուրախ եմ, որ մենք գրողներ ունենք, որ հենց այդ հայացքով են դիտում, այսինքն պրոբլեմները չենք բաժանում ուրեմն իշխանականի, ոչ իշխանականի, կուսակցականի կամ չգիտեմ որևէ միավորման, գրողը ինքը իր գրով ամեն ինչ ասում է, գրականությունից ավելի բարձր բան պիտի ասես, ինչը պետք է ասես, եւ փաստորեն մենք միշտ էլ քննարկել ենք եւ խոսել ենք մեր խնդիրները, մեր հարցերը, ամեն գրող գրական թերթում ինչ ունի ասելիք հրատարակում է, ամեն շաբաթ հրատարակվում է, այնպես չէ, սովետական տարիների պես չի, որ գրողը չկարողանար իր խոսքը ասել, հիմա սոցցանցերում, թերթում, մեր հատկապես, մեր Facebook-ում, մեր կայքում, ուզում է ասում է, այդպես թաքու բան չկա, ով ինչ ուզում գրում է, հիմա այդտեղ արդեն պիտի ընթերցը ճանաչել, թե ինքը ինչ գաղափարներ է առաջադրում, այստեղ ոչ թե կարևոր է, թե ինքը աջ թե ձախ կողմից է, այլ կարևորը այդ մարդը, մանավանդ եթե գրողը, ինչ է առաջարկում, ինչ ծրագիր են առաջարկում, հիմա իշխանություն, ընդդիմություն, ծրագրերը որոնք են կոնկրետ, կարող է ծրագիր իրագործի, բայց կյանքի չկոչվի, այդտեղ էլ կերևա, կեղծ եւ իրական ծրագրերը, ընդդիմությունը պիտի, ես կարծում եմ, հստակ իր ծրագիրը առաջարկի, ծրագիր, կոնկրետ ծրագիր, եւ մնացած հիմա էլ տարբեր հասարակական կառույցներ են ստեղծվում, ծրագիրը եթե լինի, մարդը կտարբերակի արդեն ցանկացողը կարող է գնալ, միանալ, խոսել, ելույթներ ունենալ, իմ ասածը սա է, ոչ թե ասեք ես ես կողմից եմ, են կողմից եմ, այլ ես ծրագիր ունեմ, ես ընդունում եմ որևէ ծրագիր, ինչ ծրագիր եմ ընդունում, որոշակի ասվի, հիմա մեզանում անորոշություն է, քաղաքական ասպարեզում անորոշություն, եւ այդ անորոշությունը ինչ է անում, կռիվ, մեր կռիվը բերել ենք մեր ներս, իրար հետ, կարող են ելնել ազգային ժողովում, հեռուստատեսության, փողոցում, միտինգների ժամանակ, չգիտեմ ինչ, կռիվը ցավալիորեն Արցախից եկավ, մտավ մեր Արցախից հետո, չէ, կռիվը մեր այնտեղ էր, բայց հանկարծ եկավ ու կենտրոնացավ մեր մեջ, մենք չենք կարողանում դա վերածել մտածողության, գաղափարախոսության եւ հստակ ճանաչենք հարևանին, բարեկամին, հեռավորին, մոտավորին, թե չէ այսպես ամեն մեկը ասում է գնում եմ այնտեղ, ես գնում եմ ստենի, այստեղ գնում եմ, երբ կոնկրետ որոշակի չի ասվում, ինչ հիմունքներով ես գնում, ինչ ուրեմն երաշխիքներով ես գնում, քանի տարվա ինտերվալ պիտի լինի, որ այս ժողովուրդը տանջվի այդ արանքում, քո այդ գնալու ճանապարհին, եւ այլն, եւ այլն, եւ այլն, այս խնդիրներին ով պիտի պատասխանի, այդ քաղաքական կուսակցությունները կամ խմբավորումները, որոնք առաջարկում են ինչ-որ բան, ես էլ ասում եմ, հստակ գրեք, հստակ, քայլ առ քայլ, այս քայլից հետո սա է լինելու, նա է լինելու, նա է լինելու, ոչ թե ժողովրդին ասեն անորոշ, հա, գեղեցիկ է, Նիրվանան գեղեցիկ է, գնում ենք ընդ է, այն մեկը ասում է այստեղ է, գեղեցիկ է, բայց մեր կյանքը շատ կոնկրետ է, վտանգները կոնկրետ են, մենք գիտենք որտեղից են գալու վտանգները, կան նաև կեղծ վտանգներ են տարածում, կեղծ կողմերից, բայց ռեալ վտանգը մենք գիտենք, չէ, որտեղից է։ Հիմա այս ռեալ վտանգի դեմ մենք ինչ ենք առաջարկում։ Միայն խաղաղության ծրագիրը։ Խաղաղության ծրագիրը մենք որ այսպես առաջարկում ենք, այն մյուս կողմը
ինչքան էլ ընդունեն այդ ծրագրերը 17 կետերը եւ այլն, բայց տեսնում ենք հաջորդ օրը նախապայմաններ ա բերում։ Այդ նախապայմանները անվերջ շարունակվելու են։ Դրանք չեն վերջանալու։ Մինչև վերջին հայը կգա երևի այդ նախապայմանները։ Մենք կոնկրետ ինչ ենք անելու։ Միայն խաղաղություն բառն ենք ասելու, թե մենք ավելի ընդարձակելու ենք մեր հարաբերությունները կամ կոնկրետացնելու ենք որևէ ուղղությամբ, որը կարծում ենք թե այսպես ասած դիվանագիտորեն կամ պատմականորեն մենք կարող ենք ավելի անվտանգային դաշտ ստեղծել։ Սրանք խնդիրներ են, որ պիտի արտահայտվեն, ասեն, վիճարկեն իրար հետ, բայց դուք տեսնում եք, չէ, իրար կողք չեն ուզում նստել, կամ գալիս են իրար դեմ, սկսում են քիչ ամնում ելեն իրար ծեծեն, այս վիճակում սիրելիս, գրողը գա ինչ անի, գրողը անգրնի մեջտեղ բաժանի, ինչ անի գրողը իր համար այս ամենը կդառնա կամ ողբերգական կամ կատակերգական մի թեմա, զավեշտալի, որ մեր վիճակն ոնց որ Չարենցը գրեց երկիր նայրին։ Այս ձևի վիճակ։ Հիմա մենք ասում ենք, մենք լսում ենք, բայց նաև մենք ընկած ենք այս տիպի կավկայական դատավարությունների մեջ։ Սա էլ մյուս կողմից։ Ես օրինակ ասում եմ, մենք էլ ուրիշ դարդուցավ չունեինք, որ սա էլ պիտի գցեինք մեջտեղ, այս շենքերի մարդիկ կան ասում են, դե այդ 2-3 շենքը որ վերցնեն, վաճառեն, մեր բյուջեին մի քանի միլիոն բան կլինի։ Բա ասում եմ այդ գրողների հոնորարները ով է տալու, որ կադաստրն է հետ տալու, ով է հետ տալու, կամ այդ մի քանի կոպեկով վերջապես Հայաստանն է, չգիտեմ, ատոմային ռումբ սարքելու, ինչ անելու։ Ահա այս վիճակներում մենք են սևակը մի տող ունի անորոշության անորոշ ցավով, անորոշություն բանաստեղծության տողա, ուրեմն ընկեր ջան, մենք էլ ասում ենք, սիրելի ընկերներ, իրար ճանաչեք մի քիչ, իրար հետ հաշտության ձեռ մեկնեք, թշնամուն, խաղաղության ձեռ ենք մեկնում, չէ, հա, պայմանագիրա, համաձայնագիրա, չգիտեմ վերջում կարող է ինչ գիր լինի եւ այլն, բայց մենք իրար խաղաղություն պարգևում ենք, մենք ձեռք մեկնում ենք իրար խաղաղ լինելու, մտավորական լինելու, ազգային մտածողության ծիրում լինելու, էդ էլ է, մի ժամանակ արդեն հումորի էր վերածվել ազգային մտածողություն, այնի ճիմա աշխարհում դա արդեն մեծ թափ է հավաքում, որտեվ Ֆրանսիան, Իտալիան, Ամերիկան, Անգլիան, որ պահպանողական երկիր է, ինչն են պահպանում, իրաց ավանդույթները, իրենց մշակույթը, բայց ինչը պահպանեն։ Պարոն Միլիտոնյան, ես տեղյակ եմ, որ դուք մտերիմ եք եղել սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ, դիտել եք իր մասին ֆիլմը վերջին, որ դուրս եկավ Վազգեն վերջին սպարապետում։ Չեմ դիտել, ես ուղղակի անցյալ տարի մի գիրք կազմեցի, ուրեմն հրատարակվեց, այնտեղ ես մի մեծ մասով ներկայացա իմ նոր նյութերով Վազգեն Սարգսյանի մասին, այսօր էլ մտածելու խնդիր է, որովհետև վերջին սպարապետ այդ արտահայտության դեմ էլ եմ բանան, որովհետև արտահայտությունը երևի ճիշտ չէր էլի վերջին սպարապետը, համենայն դեպս կարծիքներ լսել եք ֆիլմի մասին։ Որոշ կարծիքներ լսել եմ, որոշ կարդացել եմ, բայց ճիշտն ասած այսպես չգիտեմ էլի, մի քիչ էլ վախենում եմ դիտեմ, որովհետև այն ինչ որ ես գիտեմ, տեսել եմ, իսկ ես նրան մենք հանդիպել ենք, երբ նա շատ պատանի էր էլի,
մի 18-19 տարեկան նոր ավարտել էր ինստիտուտը, գյուղում աշխատում էր, այդ թվականներից գրում էր եւ հանդիպումներ են եղել եւ մեր շատ լավ երիտասարդ գրողներ, ինքը շատ լավ գրող էր։ Ցավալիորեն ժողովուրդը լավ չի ճանաչում Վազգեն Սարգսյանին որպես գրող տեսական։ Շատ հետաքրքիր լավ արձակագիր, ուրեմն իր առաջին գիրքը Հացի փորձությունը եւ մյուս գիրքն էլ ես եմ կազմել Խաղը վերնագրով նրա անտիպներից եւ նրա չտպագրված կամ ժամանակին տպագրած պատմվածներից ընտիր գիրքեր ընտիր եւ հետո իհարկե տարբեր գրքեր հրատարակեցինք եւ վերջինն էլ երկրի դեսպան այդ գիրքը կազմեցինք անցյալ տարի հրատարակեցինք ուրեմն եղավ շնորհանդեսը Համալիրում երկրապահի իր ընկերներով այսպես ուրեմն ներկայացվեց գիրքը ես որ ասում եմ վախենում եմ տեսնեմ ինքը մի լավ արտահայտություն ուներ ես վախենում եմ չվախեցողից անտարբերներից եւ անտարբերներից այո հիմա այս վիճակը ես չգիտեմ մի ձևի ինձ բան եմ լինում էլի հանկարծ ու ասենք կարող ասեք դուրս չգա ել եմ այդ մասին խոսեմ ես վատ կզգամ էլի հաստատ վատ կզգամ չեմ ուզի որ մարդիկ գործ են արել դրա մասին ինչ-որ մի բան ասեմ ոչ դրական եւ այս մի քիչ այս կամուկացի վիճակի մեջ եմ էլի հա բայց նրա մասին ինչ-որ գրել եմ ինչ-որ ասել եմ եւ էլի շարունակական կլինի նրա վերջի հատկապես հարցազրույցները հենց այսօր անհրաժեշտ են հենց այսօր պիտի մարդիկ կարդան թե ինչ ինքը մտավախություններ ուներ ինչ կերպ էր ուզում հավաքել այն ոգին որ պիտի միասնականություն լինի իրենց ընտրությունը որ եղավ Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի համատեղ անունը ինչ էր միասնություն չէր միասնություն էր երկուսի գաղափարն էլ դա էր բայց հիմա մենք այս միասնություն բառը որ ասում ենք մենք չենք էլ ընկալում թե դա ինչ բառ է չենք ընկալում որ Չարենցն ասում էր ով այ ժողովուրդ քո բարկությունը քո հավաքական ուժի մեջ այդ միասնությունը չի միասնությունն է հիմա մենք հավաքական ուժ ոնց հավաքենք ոնց համոզենք մարդկանց որ դուք իրար պիտի հարգեք որ դուք իրար հետ պիտի խոսեք, վիճեք, բայց իրար ոտատակ չտակ, չհոշոտեք, այս ինչ ցեցանգել մեր մեջ, որ մենք չենք հասկանում միմյանց, չենք ուզում հասկանալ միմյանց, հասկանում ես էսա, որ տարօրինակ ձևի նայում ես, մտածում ես ընկեր ջան, ես ինչ կախարդանքա մեր վրա, որ մենք այսպիսին ենք դառնում Իսկ գրականությունը գրողը ինչ է ասում, գրողը հենց ուզում է ամեն ինչի համաձուլվածքը, ուժը, մեր դարերի ասածը ինչ էր, էդ է, խորենացուց, որ ասում են, խորենացին ինչ էր ասում, էդ էր ասում, տրոհվածության դեմ էր, և Չարենցը, Թումանյանը, Իսահակյանը, մյուսները, Տերյանը, Որ ասում էր միթե վերջին պոետն եմ ես, վերջին երգիչն իմ երկրի, մահն է արդյոք, թե ինձ քեզ պատել պայծառ նայրի, ինչի էր ասում սա, որովհետև էլ գիրք չէին կարդում, շատերը գիտեն, թե Եղեռնից հետո է գրել, չէ Եղեռնից հետո չի գրել, որովհետև համահայկականության ինքը բան ուներ, երկիր նայրի արտահայտությունը Վահան Տերյանն է առաջին օգտագործել, իր երկիր նայրի շարքով, հեն էր որ Մարի ուսանողներ եղել Պետերբուրգում, նայրի և այլն այս անունները հին աշխարհի ու ինքը դա դարձրեց Հայաստանի և անուն, և թեմա, որից հետո Չարենցի երկիր նայրի վեպը, դրանք իրար շարունակող էին, Տերյան, Չարենց, այս գիծը, ինչի համար էր, համահայկական ոգու համար էր, Իսկ հիմա որ այդ մասին խոսում ենք, ինչ է, ինչ ասա, կարող ասեն, ինչ գրող կա, ինչ նկարիչ կա, ինչ կոմպոզիտոր կա, ինչ արվեստ, ուրա մեր արվեստուրա, այս
ասացի հոգեբանության նստվածքը որն է, որ Հայաստանում այն որ կար պետական մրցանակ դա էլ չկա, նախագահի մրցանակ դա էլ չկա, մրցանակ ոչ եմ ասում, արդի կարոտ էին դրան, չէ, բայց գնահատվում էր մշակույթը, գիտությունը, մենք պիտի մեզ գնահատենք, ես մի քանի անգամ ասել եմ, արտասահմանում մենք էլ պակաս մրցանակների ու բանի չենք ներկայացվել կամ արժանացել, բայց խնդիրը որն է, որ մեր երկիրը պիտի գնահատի իր արվեստագետին, իր գիտնականին, իր զինվորականին։ Ավելի շատ են գնահատում։ Այդպես կլի, ուղղակի պիտի նայեն դուրսը, մեկը ոմանք էլ ասենք մի կարող է այդ մրցանակ բաներ չի ստացել, ինտերնետ ասում են, դե հիմա չեմ ուզում խորանամ, մեկ էլ էստեղ սկսում օ, նա ստացա, օ, այսպիսի բան սենցել է, Համերտ ասում ես, ես հավկուրների աշխարհ ենք դառը, ես ինչ ենք դառը, ես ես ոնց կլենք։ Պարոն Միլիտոնյան, եւ վերջին հարցս, կնշեք ով է այսօր թիվ 1 գրողը։ Ընդհանրապես թիվ 1-ի հարցը սպորտում ասեք։ Ամենատաղանդավոր գրողը, արձակագիր, դրամատուրգ։ Գոհարջան, մենք չունենք կշեռք, որի վրա դնում ենք եւ որոշում ենք ամենալավ արձակագրին, ամենալավ պոետին։ Ֆրանսիայում հիմա այս պահին 50-ից ավել հայտնի պոետներ կան, որևէ ֆրանսիացի իր մտքով չի անցկացնում ամենամեծ պոետը հիմա ով է այդպես, կամ ռուսական սիմվոլիզմի ժամանակ ինչ անուններ կային, չէ, Անդրեյ Բելի, Բրյուսով, Բալմոնտ, Բլոկ, մյուս, բայց ով էր դնում թե ամենամեծը, ամենայեսը այդ հիվանդությունը, սպորտային հիվանդությունը, որը քայքայում է հենց մտավորական վիճակը, ընթերցողը ինքը իր ընթերցանության, իր ճաշակով կամ գրականագիտությունը ինքը պիտի վերլուծի, ոչ թե դնի համարակալի, համար 1, համար 2, համար 3, մի դեպք ասեմ ու ես բանը կարողա ձեզ արդեն ավելին ասի, երբ որ Սփյուռքահայ մի գրող էր եկել, կարծեմ Ծառուկյան Անդրանիկ, որ եկել է Հայաստան, ուրեմն կարդացել է, հանդիպել է, այս կողմ ենք, գնացել է արտասահման աշխարհ թերթում մի հոդված է տպագրել Հայաստանի լավագույն, չգիտեմ, գրողներ, այս կողմ ենք, եւ ինչ որ խոսքա մեջ ասել է, թե իմ կարծիքով Պարուս Սևակը ամենալավ գրողն է։ Հիմա Պարուս Սևակը հետո կենսագրական բան է գրել։ Ասում է, այս Ծառուկյանի նյութից հետո իմ ընկերներից սկսած շատերը ինձնից իրես թեքեցին։ Թվացել է կարող է Պարուրն է ինչ-որ համոզել, կամ ինչ է եղել։ Ուրեմն Պարուրը արդեն ինքը ասում է, ես ինչ տհաճ վիճակի մեջ ես հայտնվեցի, ասածս ինչը, որ դա հիվանդագին բանից են կողմ չի ավելացնում, միայն հիվանդագին երևույթ է ստեղծում, կենթանության օրոք եղել է 60-ական թվականներին, 50-ականների կեսերին, շատերին ժողովուրդը կարող էր համարել ամենամեծ գրողը, բայց անցավ որոշ ժամանակ, ժողովուրդն էլ մոռացավ, գրականագիտությունն էլ մոռացավ, եւ հետո Մահարի կար այդ ժամանակը, որը չէր տպվում, բայց մեծագույն գրողներից էր, հետո եկավ Կոստանդազարյան, որի չէին ճանաչում, հրաշալի գրող, ես լավ հիշում եմ 68-ին Գևորգ Էմինը Կոստանդազարյանի բերեց գրողների միություն, գրողների միությունում ես շատ փոքր էի, 16 տարեկան էի, ներկա էի, ուրեմն եւ դա իմ տեսած լավագույն հանդիպումներից մեկն էր, մեծ գրողի, մեծ մտածողի, բայց այդ ժամանակ ոչ մեկ չէր ասում սա մեծ է, սա մեր առաջին թե երկրորդ, չորրորդ համար ինչ-որ կիսապաշտպանն է, չէ, այսպիսի վիճակներ կան, այնպես որ այդ փնտրտուքը համար 1 գրողի համար դրանք հարաբերական բաներ են, գրականությունը ընթացք է, գրականությունը միշտ նորոգվող ընթացք է,
եւ ամեն րոպե սպասեք, որ հետաքրքիր գործեր կստեղծվեն, հետաքրքիր անուններ կան, դեմքեր կան, կայացած, ստեղծագործող, բայց յուրահատուկ, մեկը այս մարդուն կասի, այ դա ամենալավ, մեկը այն մյուսին կասի, մեկը սրանք կարող է սկսեն իրար հետ կռիվել անել։ Այդ էլ քաղաքական է, գործիչների տիպի իրար կռիվա։ Այդ էլ է եղել, հա։ Շնորհակալ եմ։ Մեր բոլոր գրողներին ցանկանանք գրական ժամանակ, հանգիստ ժամանակ ստեղծագործելու, մեր կառավարությանը եւ դատախազությանը ցանկանանք ավելի խորախորուրդ դիտարկեն այդ հարցերը եւ մտածեն, եթե օգտակար չեն լինում այդ ասպարեզներին, գոնե չխանգարեն։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Այսօր մեր տաղավարում գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էր։